Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի հայտարարություններում Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Տոմ Դևալը լուրջ հակասություններ է տեսնում։ Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Տոմ Դևալն ասել է. Երկրի նախագահը հանդես է գալիս սպառնալիքներով, իսկ պաշտպանության նախարարը պատերազմի հնարավորության մասին շարունակ կատակում է։ Հակասությունը վերլուծաբանը բացատրում է այն հանգամանքով, որ Իլհամ Ալիևը սպառնալիքներով հանդես է գալիս տարբեր լսարանների առաջ եւ միայն իր վարկանիշը բարձրացնելու նպատակով։ Տոմ Դևալը գտնում է, որ Ադրբեջանը պիտի հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական եղանակով լուծելու դեպքում չի կարող հաղթել։ Նման հայտարարության համար վերլուծաբանը հիմք է ընդունել հետազոտության արդյունքները, որտեղ հաշվի է առնվել Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական դիրքը եւ հայկական բանակի հզորությունը։ Բացի նորագույն զենքեր կրելը պատերազմում հաղթանակ տանելու համար պետք է կարողանալ հենվել զորքերի վրա, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող։ Պատերազմի դիմելու դեպքում ադրբեջանական կողմը ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ, ասել է վերլուծաբանը։ Նրան մտահոգում է նաև այն հանգամանքը, որ հակամարտող կողմերի դիրքերը որոշ հատվածներում գտնվում են միմյանցից 40 մետր հեռավորության վրա։